Տիկին Գրիգորյան, մարտին երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կսկսվի։ Արդյոք այս հայտարարությունը ձեր ծառայության օպերատիվ արտաքին հետախուզության ծառայության որոշակի տվյալների հիման վրա էր արված, թե դուք տեղյակ չէիք այդ հայտարարությունից եւ եթե ոչ, ապա արդյոք դուք փորձել եք հասկանալ ինչ հիմքով նման հայտարարություն արվեց եւ փորձել եք արդյոք օպերատիվ հետախուզական որոշակի տվյալներ ստանալ նման հայտարարությունը ճշտելու կամ փաստը արձանագրելու համար։ Ովքեր էին նրանք, ով է այն երկիրը, որն է այն երկիրը, որ այդ պատերազմը պետք է սկսի մեր դեմ։ Շնորհակալություն Տիկին Գյուրեղյան հարցի համար։ Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որով նախատեսված է ծառայության լիազորությունների շրջանակը, մենք որևէ իրադարձություն չենք սպասում տեղեկություններ հավաքելու Հայաստանի անվտանգային ռիսկերի վերաբերյալ, եւ դա անում ենք 24/7 ռեժիմով։ Ինչ վերաբերում է պարոն վարչապետի հայտարարությանը, կարծում եմ շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը։ Իր ասածը հետևյալն էր, որ եթե քաղաքական նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Վարչապետի ասածը այս տրամաբանությունն է։ Ինչ վերաբերում է ծառայությանը, մենք ինչպես ասացի, անդադար բոլոր հնարավոր դերակատարներից սպասվող, կանխատեսվող գնահատված ռիսկերը հիմնված հետախուզական տեղեկությունների անկողմնակալ վերլուծության վրա զեկուցում ենք ըստ սահմանված կարգի։ Շնորհակալություն։ Արձագանք։ Այսինքն փաստվեց, որ արտաքին հետախուզության ծառայությունը որևէ նման տվյալ չունի, դա ընդհանրապես վարչապետի քաղաքական հայտարարություն էր, որը մենք սովոր ենք, մեր երկիրը գիտի, որ հայտարարությունն արվում է այն պահին այնպես, ինչպես իրեն ձեռք է տալիս, եւ դա որևէ տրամաբանական հիմք չունի։ Շնորհակալություն։ Տիկին Գյուրեղյան, ձեր լոգիկայի պայմաններում կարող ենք նաև շատ բան փաստել ձեր ասածից կամ ինչը այդպես չէ օբյեկտիվ իրականության մեջ։ Շնորհակալություն։ Նիստը վարողի իրավունքով ես հարց կտամ, Տիկին Գրիգորյան, շարունակելով Տիկին Գյուրեղյանի տրամաբանությունը, իմ հարցը հետևյալն է։ Հայաստան դաշինքը եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 20743 կիլոմետր քառակուսիով։ Նրանք հայտարարում են, որ սահմանազատման հիմքը Ադրբեջանի չպիտի լինի Ալմատայի հռչակագիրը եւ պետք է լինեն այլ սկզբունքներ, մասնավորապես նրանցից մի քանիսը, օրինակ մատնանշում են էթնոգրաֆիական սկզբունքը կամ այլ ինչ-որ սարեր ձորերի սկզբունքներ։ Նրանք նաև հայտարարում են կամ առնվազն ուղիղ չեն հայտարարում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու են, եւ հարցս հետեւյալն է. եթե տեսականորեն Հայաստան դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է Հայաստան դաշինքի առաջարկները, առ այն, որ կրկնում եմ, Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 20743 կիլոմետր քառակուսիով կամ պիտի վերաբանակցի խաղաղության պայմանագիրը եւ այսպես շարունակ։ Եթե այսպիսի ուժը գա իշխանության եւ անի այն, ինչ խոստանում է, որ պիտի անի, այսինքն այս իմ նշածները ընդունի որպես Հայաստանի քաղաքականություն, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն փոխնախագահ, ըստ էության ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու եւ կոնֆլիկտին վերադառնալու մասին, դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաեւ հարձակման սպառնալիքներով։